Սիրելի հայրենագիցներ, սիրելի հավատագիցներ, բարելույս բոլորիդ։ Բոլորիդ կողջունեմ Հիսուսից ջերմ սիրով ու կուզենայի, որ բոլորիդ հետ այսօր խոսայի շատ կարևոր հարցի շուրջ։ Նախ թեզի նշեմ, որ ես ընդհանրապես երկար ժամանակ է ինչ երկիչների դերասանների կյանքով չեմ հետաքրքրվի, որովհետև Աստված ինձ կենտրոնացրել է, որ ես ավելի շատ հետաքրքրվեմ իմ սխալներից հետ կապված։ Որովհետև ամեն մեկս, եթե քննենք մեր անձեր, ինքան մեղքեր ու սխալներ կա, որ ժամանակ չենք ունենա նույնիսկ անդրադառնանք այս կամ այն մարդուն դատելու։ Որովհետև դատել այնքան վատ բան է, ու ինչ որ կենես հազարապատի կպիտի հնձես։ Եթե ուրիշներին կդատես, ուրիշների կյանքը քու գտես համարե ու կսկսես քննադատես, դու պիտի հնձես, որովհետև 1000 անգամ ավելի շատ քու գտ պիտի քննադատեն ու դատապարտեն։ Ու այս ընթացք բոլորիդ էլ կհորդորեմ, թողեք ուղղակի Հիսուսի սիրով կխնդրեմ բոլորիցը, թողեք այս կամ այն մարդու սխալները ու ամեն մեկը կենտրոնացեք ձեր սխալների, ձեր մեղքերի վրա։ Ուրեմն այս վերջերս անընդհատ ես այնքան հետաքրքիր է, երբ որ ես տեսանյութեր կթարգմանեմ, պատմություններ ռուսերենից հայերեն կտեղադրեմ իմ ալիքիս մեջ, բեշոր ինձ չեն դատե ու չեն դատապարտե։ Մարդիկ կան նույնիսկ չեն հասկնա ինչ կգրեն։ Կսեն կարդալ չիդես, լավ չես կարդա կամ եւ այլն, բայց չիտեն որ ես ոչ թե չեմ կարդա, փառք Աստծուն ես չափից դուրս լավ կկարդամ ու շատ վարժ կկարդամ, ես գիտեմ ինչ պարգև է Աստված ինձ տվել։ Բայց որ կթարգմանեմ, դիք ընթերցանություն չի արդեն, թարգմանեմ ու կթարգմանեմ այն մարդկանց համար, որոնք որ ոչ թե այս կամ այն մարդու սխալները կփնտրեն, այլ իրանց մեջը սխալներ կփնտրեն ու նաեւ կսեն այս պատմությունից օրինակ ինչ ես սորվա։ Հասկնակը։ Դիք ինչի համար կսեմ, որովհետև սխալ փնտրողներին պետք չէ սխալ ցույց տալ, իրանք կգտնեն։ Եթե անթերի կարդ ասել, ուրիշ սխալ կգտնեն, որովհետև կոնկրետ այդ մարդիկ մասնագիտացված են այդ ոլորտի մեջ։ Ու ինչ կուզեմ ասեմ, ժողովուրդ ջան, շատ կարևոր է ամեն մեկս քննենք մեր անձերը, մաքրենք մեր սրտերը։ Այնքան քիչ ժամանակ է մնացել։ Երբ որ ես վերջերս անընդհատ Անի ու Անդրեի հետ կապված ես թեմաներ լսեցի, ճիշտ ասած ես նույնիսկ տեղյակ չեմ Անդրեն ամուսնացել է Անիի հետ, Անին նույնիսկ չգիտեի ով էր ու հեշտով այս քննարկումները կեշտա։ Անընդհատ այդ տեսանյութերը կբերվի ու այսօր Տերս ինձ առաջնորդեց որ խոսամ այս հարցի շուրջ։ Ինչի համար են Անին ու Անդրեն բաժնվել։ Իրական պատճառը ես կուզենայի ցեզի ասեի, որովհետև ստեղ մենակ Անիի ու Անդրեի հարցը չէ։ Ստեղ ընդանուր շատ ընտանիքների վիճակն է։ Ուղղակի ինչի համար Անդրեին ու Անին քննարկվի, որովհետև ճանաչված մարդիկ են։ Այսօր շատ չճանաչված ընտանիքներ կար, ավելի ծանր իրավիճակների մեջ են։ Բայց իրանց ընտանիքի հարցերը չի էլ քննարկվի։ Ու գիտեք ովքեր են քննարկողները, ժողովուրդ ջան։ Այն մարդիկ, որոնք որ չեն հասկացել, թե ցանկացած մարդիշկան թանկ է Աստծո համար։ Որ Անին ու Անդրեն Աստծո պատկերով, Աստծո նմանությամբ ստեղծված մարդիկ են։ Իրանց Աստված շատ կսիրե։ Աստված չի սիրե բաժնվելը, Աստված կադե ապահարզանը։ Ցանկացածի ընտանիքներում էլ միշտ եղել են խնդիրներ, էլ ավելի բուռն դավաճանություններ, բայց ես մի բան եմ գիտեմ, որ Աստված միշտ կողմեր չբաժնվին ընտանիքները։ Ինչևէ, այնքան քննադատումներ կեշտա, մեկը Անիին կպաշտպանե, մեկը Անդրեին կպաշտպանե, Անդրեի կյանքը քննարկեն, Անիի կյանքը քննարկեն, ժողովուրդ ջան, երբ որ սպես լուրեր կիմանաք, ուղղակի աղոթեք այդ ընտանիքների համար։ Իրանց իրական բաժանումների պատճառը սատանեն է։
ու եթե մեր կյանքի մեջ կուկան պարտություններ, հեչ մարդ մեղավոր չէ, առաջինը հենց մենք ենք մեղավոր։ Նախ ամուսնությունը պիտի կառուցվի Տիրոջով։ Եթե ամեն մեկս նայենք, թե մենք ինչուց ենք անկում ապրեմ, Աստվածաշնչի մեջ կգսե, նայեք, թե որ ուտեղից կգնիք։ Մենք հասկանանք, թե ինչ եղավ մեր ընտանիքի քայքայման պատճառը։ Նախ ես այս վերջերս շատ վկայություններ եմ լսել, ես թե Անիի ու Անդրեի հետ կապված կուզեմ խոսամ, թե բոլոր ամուսնալուծությունների պատճառների մասին։ Այս վերջերս Տերը սնձի մի բան եմ սավ, որ շատ ուժեղ իմ սրտիս կբա, որը ես ինքս չգիտեի, անկեղծ սկսեմ, երկար տարիների հավատացյալ եմ, բայց ես միշտ մտածել եմ, որ կարևոր չէ երկրային ծախսը, կարևոր չէ հարսնիկը, կարևորն է որ Աստված քեզի ցույց կտա ինչ որ մեկին կընտրե ու դու կամուսնանաս։ Ժողովուրդ ջան, արտամուսնական հարաբերությունները շատ ուժեղ անեծքի պատճառ կրնա հանդիսանան։ Եթե դու կամուսնանաս մի հատ տղամարդու կամ կնոջ հետ, որը ամուսնացել է, բաժանվել է ավելի շուտ իր կնոջից կամ ամուսնուց առանց բռնգության պատճառի, իր հետ չի կարելի ամուսնանալ ըստ Աստվածաշնչի։ Այս բաները ես իմ ալիքիս մեջ շատ մանրամասն տեղադրել եմ, ժողովուրդ ջան, որոնց դուք կրնաք պարզապես մտնիկ մեկ առ մեկ նայեք։ Այսօր ես չգիտեմ մեր խոսակցությունը Տերս ինչքան կառաջնորդ է, բայց ես պիտի խոսամ իրականում Անիի ու Անդրեի հետ կապված, որ ես նայեցի, իմացա Անդրեն ում է արել, Անիին նորից սկսեմ չէի ճանճել, որովհետև չեմ նայ աշխարհային համերգներ, բայց այս վերջերս Տերս ես կզգամ, որ կմծնե այդ դաշտ, որպեսզի ինքը աշխատանք տանի շատ երկիշների ու երկճույների հետ, որովհետև առաջի հենց թիրախը իրանք են, ու իրանց միջոցով կներգրավին շատ շատերը մեղքերի մեջ ու կեշտան դժոխք։ Դուք երևի լսած կյանիք, որ շատ երկիշներ, դժոխքներ, երկիշներ, դերասաններ, հայտնիներ, ճանաչված մարդիկ, նույնիսկ շատ հավատացյալներ կգտնվին դժոխքում։ Այսօր շատ հավատացյալներ կեշտան դժոխք, որովհետև արդեն հավատքը բիզնեսի են վերածել։ Ու այնքան հետաքրքիր բաներ էս վերջերս Տերը սնձի բացեց ու ցույց տվեց։ Ժողովուրդ ջան, ճիշտ է խառը թեմաներից կխոսամ, բայց շատերը շատ հարցերի պատասխաններ կրնակ ստանաք։ Թող կարևորը Տիրոջով խոսամ ու Տիրոջ հոգին իմիջիցս խոսա, որպեսզի ամբողջ բաները ճիշտ խոսամ ցեզի հետ։ Ուրեմն նախ գիտեցեք, եթե չեղավ հարսանիք, չեղավ զաքս, չկա ամուսնություն։ Աստված այդ խոսքը շատ պարզ ընձիսավ, ումպես հաստատություն դրեցի մեջս։ Երբ որ ես ամուսնացել եմ, այդ ժամանակ ինձ համար զաքսը, հարսնիկը, մատնիկը ինչ-բան կարևոր չի եղել, բայց ես հետո զգացի, որ շատ ինչքան սխալ է, երբ որ ես կարևորություն չեմ տա այդ բաներին։ Նախ առաջինը ցանկացած աղջիկ արժանի որ իրան հարսի շուր հակ ծնեն, արժանի որ իրան մադին մատնիկ դնեն, արժանի որ հարազատները օրհնեն։ Եթե այդ ամեն ինչը չկա, ընթացքում էլ վստիկ իմ անձնական կյանքից սկսեմ շատ անեծք ու դժվարություններ կեղնի ու նաև պարտադիր զաքս։ Եթե ինչ որ մեկը պատրաստ չեղավ այդ ամեն ինչը սկզբից անելու, հիշեք ընթացքում էլ չեն հեչ բան, որովհետև ինքը հենց սկզբից ցույց է տվել, որ ինքը ի վիճակի չէ ցեզի համար ինչ որ բան անելու։ Իսկ եթե դուք կամուսնանաք պարզապես ամուսնանալու համար, ձեր ցանկությունները բավարարելու համար եւ այլն, տնից փախնելու համար, դուք հավատացեք, որ ինչքան որ պայքարեք կամուսնանալու համար, պիտի պայքարեք հետո էլ որ տվյալ մարդուց բաժնվեք։ Աստված ինքան հստակ հնչեցրեց այդ խոսքերը ինձի, երբ որ ես կաղոթեի ու այդ հարցի պատասխանը կուզեի լսեի, Տերս սավ, եթե չկա զաքս, չկա հարսանիք, ուրեմն չկա ամուսնություն։
Արդ-ամուսնական հարաբերություններ մի ունեցեք որևէ մեկի հետ։ Անգողի մի կիսեք որևէ մեկի հետ մինչև օրինական ձևով չամուսնանաք։ Որովհետև Աստվածաշնչի մեջ գրված է, որ ամեն մարդ պիտի հնազանդվի բարձր իշխանություններին։ Բարձր իշխանությունների մեջ կնշվի նաև օրինական ամուսնությունը։ Հենց այդտեղից անեսկու կա ձեր կյանքերի մեջ։ Հետո, եթե տղամարդը առանց պոռնոգության պատճառ իր կնոջից բաժնվել է, իր հետ չի կարելի ամուսնանալ։ Ինքը ցեզնից է կբաժնվի, դիգդ պես է, գիտեցեք, տղամարդիկ կան, մեկ քանի անգամ կամուսնանան։ Կանայք կան, մեկ քանի անգամ կամուսնանան։ Ու ինչն է պատճառը, որովհետև իրանք չեն հասկնա, որ անգողինը սուրբ է, անարատ է ու Տերը կտա է։ Ներողություն պոռնիկներին ու շնացողներին։ Հենց այդ պատճառով էլ Ժորժ ջան, նախ գիտեցեք, հետո ամուսնությունը տեղնի Տիրոջով, որպեսզի այդ ընտանիքը պահպանվի։ Ես չեմ խոսամ մենակ Անդրեի ու Անիի հետ կապված, այլ կխոսամ բոլորի համար, բոլորիս համար։ Այսօր խոսամ չի նշանակի, որ շատ սխալներ չեմ մերել, չէ, ես ինքան սխալ եմ թույլ տվել, ու չէ մեկ գիտեց որ սխալ է։ Ու երբ որ ես ամեն օր կաղոտեմ Տեր ջան, թունձի սրբե, թունձի մաքրե, ինձ ամեն օր իմ սխալներս ցույց կտա։ Ամեն օր, ու ես առավոտից իրգուն կրնալ, լսեմ, ապաշխարեմ։ Ու ինքան ուրախ եմ, որ Տերս ինձ իմ սխալներս ցույց կտա։ Նույնիսկ մեկ ուրեմ հոգևոր վկայությունների մեջ, որ մահացել է, Աստված իրան տարե ցույց է տվել, ամուսնացել է հետո երկրորդ անգամ, ամուսնուց բաժնվել է, որովհետև իրանց կյանքը իր համար արդեն անտանելի է եղել, սերը սառել է եւ այլն, ուղղակի առանց բռնգության պատճառի է բաժնվել իր ամուսնուց։ Ամուսնացել է եկեղեցում հավատացյալի հետ, Դանիել անունով տղու հետ։ Ու ինքը իրոք շատ լավ մարդ է, բայց երբ որ ինքը մահացել է, Աստված իրան ցույց է տվել, քու միությունդ քու առաջիդ ամուսնու հետ երկնքում կապված է։ Դի քանդված չէ։ Ժամարդիկ լսելը շատ դժվար է եղել, շատ ծանր է եղել, որովհետև ինքը շատ լավ երկրորդ ամուսին է ունեցել, բայց Աստված առաջի միությունը չի քանդել։ Իմ ալիքիս մեջ կա այս բոլոր բաների մասին։ Ես ցեզի ցույց կտամ, սիլկեկներ կտեղադրեմ, որպեսզի այդ ամեն ինչի մասին մանրամասն մտնիկ նայեք։ Ամեն դեպքում ամեն մեկս լավ կերնի վերանայենք մեր ընտանիքի խնդիրները։ Այն բոլորը, որոնք որ կդադեն, քննադատեն Անին ու Անդրեին, ամենքս մի հատ մարեք նայենք մեր ընտանիքը։ Ինչ վիճակի են մեր երեխեքը այսօր, ինչքանով են ճիշտ դաստիարակված։ Ինչ վիճակի մեջ ենք մենք, ինչքանով ենք Աստծո առաջ շիտակ։ Ինչ վիճակի են ձեր ու ամուսին հարաբերությունները, ձեր ու Աստծո հարաբերությունները։ Ու հիշեք, Սատանան միշտ կվախենա ընտանիքներից։ Եթե ընտանիքները սիրով կյանեն իրար հետ, միշտ Սատանան այդ ընտանիքները կաշխատի քանդել։ Որովհետև եթե կա ամուր ընտանիք, կնայանի ամուր հայրենիք։ Եթե կա ամուր ընտանիք, այդտեղ կերնի Աստծո ներկայությունը, Աստծո պաշտպանությունը, որովհետև այդ մարդիկ կքայլեն հնազանդության մեջ, իրանց ամուսնություն դոր համար ամուր է։ Ամուր պահողը ընտանիքը դիք Աստված է։ Եթե դու քո կյանքի մեջ Աստծուն առաջի տեղ չես դնի, կդնես փառքը, դիրքը, փողը, քո ընտանիքդ կքանդվի։ Այ ես իմ ալիքիս մեջ այս քանի օրը տեղադրել եմ հայկական տարած մրցույթը, որտեղ ես ինքս մասնակցել եմ, իմ աղջկաս եմ տարել։ Ու ես չեմ տարել որ հաղթել, անկեղծ սկսեմ։ Ես նույնիսկ չգիտեմ ես ինչ եմ տարել, ես մենակ գիտեի որ Աստված կուզեր որ ես տանեի։ Ու ես ձեզի ցույց եմ տվել։ Նույնիսկ իմ մեկենաս ես վթարի եմ ենթարկել այդ օրը։
բայց դգենցը չկանգնեցրեց։ Ու լավ խփել եմ ամեն ինչ տան համարի մեքենային, հենց փորձերի ժամանակ, առաջի մրցման ժամանակ։ Ու ես այնքան ուրախ եմ իջել մեքենայից, որովհետև ես կզգայի, որ չարը մարավ։ Ես կզգայի, որ Աստված ինչ-որ բանի համար մտաներ։ Ու ես մինչև վերջ գնացել եմ, նույնիսկ այդ գումարը, որ նոր պիտի մուծեի, դիգեք երբնական կեղներ։ Ու ես կտեսնեի, որ Աստված կտաներ։ Ինձ համար հետաքրքիր էր, Տեր, կսեի դու ինչի համար ինձ կտանես։ Ես պետք է իշտամդեմ, որ ես հասկանամ ինչի համար կտանի։ Ու երբ որ ես գնացի ու իմ աղջիկս ոչ առաջի տեղ զբաղեցրեց, ոչ երկրորդ տեղ զբաղեցրեց, այսինքն 150,000, ներողություն 150 հոգու, որոնց կուտային Դուբայի տոմս, ինքը լրիվ նվեր, դե ինքը չստացավ, բայց ինքը բոլոր մնացած մասնակիցներին հայկական հիմնադրամը ինչ կկոչվեր, մի խոսքով ընտասկից Տերս քիշեցնե, բոլոր երեխեքին մասնակիցներին տվեցին 50% զեղչով Դուբայի տոմս, տվեցին երկրորդ Ծաղկաձորի հանգիստ, նաև ապրիլի 7-ին քանոր տոմսը գնել էինք, Թաթուլն ու իր ընկերները, չեմե ճանչե իրանք ով են, իրանց համերգն է։ Կնա վրես խնդակ, բայց կնա շատ շատերին չճանչեմ, որովհետև ես հիմնականում աշխարհային երկեր շատ քիչ կլսեմ։ Մենակ ծնունդների երեխեքի բան, պես պարելու երկեր կտնենք, որ պարենք ուրախանանք այդ օրերը։ Ինչևէ, ինչ կուզեմ ասեմ, ժողովուրդ ջան, ես գնացել եմ ու այդ օրն ինքը չշահեց։ Ու դուրից առաջ որ արդեն դի ներկայացնեին թե ով է հաղթել, Տերս սա ինչ կուզես որ շահես։ Տեր ջան, սրբություն ու մաքրություն։ Ինձ ինչ բան պետք չի, ոչ այդ մեքենաները ինձ հետաքրքրեն, ոչ Դուբայի տոմսը, ես պես թեմպես իմ աղջիկաս Դուբայ խրգող չեմ։ Ես կուզեմ որ իմ երեխես սրբվի ու մաքրվի, ինչպես նաև մեր ընտանիքի մեջ կա սրբություն ու մաքրություն։ Ու ես ասեմ, ես ամենամեծ հաղթանակը շահեցի, իմ երեխես խոնարհվավ։ Ես իրան միշտ կսեի, Մոնիկա, որ դու կեշտաս, գիտես որ դու հիչ մեկից լավը չես։ Ուղղակի ես կուզեմ մանամ, թե Աստված քեզի ինչի համար կտանի։ Աստված կտաներ ու իրան խոնարեցներ, որովհետև եթե ինքը անցներ, ինքը կմտածեր, թե ինքը մնացած երեխեքից լավը չէ, լավն է։ Բայց երեխեք, սիրուն երեխա չկա։ Բոլորն են սիրուն, ամենասիրուն չկա, այսինքն բոլորն էլ սիրուն են։ Որովհետև Աստված իր պատկերու նմանության պես է ստեղծել։ Կարող է քու ճաշակովը չէ այդ մարդը, բայց ինքը շատ սիրուն է։ Ես նաև տեսա, որ շատ միջոցառումների ժամանակ, որի համար իմ սիրտս այնքան ցավ կապրի, կսեմ փառք հայրենիքին, փառք զինվորներին, բայց չեն սե փառք Հիսուսին։ Բերեք մեր միջոցառումների մեջ մտցնենք փառք Հիսուսին անունը ևս։ Ու մի զարմացեք, որ ձեր ընտանիքը կքանդվի, որովհետև դուք փառքը կվերագրեք ձեր երեխեքին, արեք մեզից ծափ տանք, արեք զինվորներին ծափ տանք, արեք ծնողներին ծափ տանք, ինչի Հիսուսին ծափ չեք տա։ Ու ես հասկացա, որ Տերս ինձ կմտցնե պարզապես, որ ես սկսեմ մեծ ու հզոր աշխատանք տանեմ դերասանների, երգիչների, ճանաչվածների հաշտագում, որովհետև իրանք էլ են Աստծո երեխեքը։ Ու Աստված ինձ չի կանչի, որ ես քննադատեմ, թե Անդրեն ու Անին ինչի են բաժնվել, իրանք էլ երեխա ունեն։ Աստված ինձ կանչել է, որ ես ցավ ապրիմ իրանց համար ու աղոթ կենեմ այդ ընտանիքի համար, որպեսզի այդ ընտանիքը նորից վերամիավորվի ու կառուցվի։ Աղջիկ երեխա կա մեջը, ես իմացա, որ Անդրեի սիրտն էլ ստենդավորված է։ Անդրեն մեր աղբերն է, Անին մեր քուրն է։ Ժողովուրդ ջան, մեր ընտանիքի անդամներն են, հոգևոր ընտանիքի անդամներն են։ Ինչի չփորձենք աղոթենք իրանց ընտանիքները վերանորոգվին, վերականգնվին։ Այսօր մեզ կար տեսանյութեր կնայեի իրանց ինչ Անդրեն Անին առաջարկեր ամուսնության, ինչքան է ուրախացել, երկրորդ ամուսնությունը կքանդվի Անդրեի,
Դի կնշանակի որ անես կա մեր աղբոր կյանքում չի չաղոտեն կորտերը ապաշխարության տանի որբիսի ազատագրում կա Հեչ մարդու հաջելի չէ երբ որ սաղ տեղեր իրանք քննարկեն ու քննադատենք Սադանայի ու թևերի հիմնական նպատակը որն է քանդեն մեր ընտանիքները Գործանեն մեր ընտանիքները Մեզի ցավ ու նեղություն պատճառը, երբ որ դու գուլասկ տանջվի, սադանեն դորից ավելի կքազսի։ Իսկ երբ որ դու կուրախանաս ու կցնծաս ու քո մոտ դա ամեն ինչ կարգին է, այդ ժամանակ է որ դու սադանայի գլուխը կճախճախես։ Չոր Աստվածաշնչի մեջ գրված է, կսե ուրախ եղեք Տիրոջով, Պողոս աղբերը սկսե։ Դարձյալ կասե, ուրախ եղեք։ Հետո կսե ով կտկարանա ու ես չեմ տկարանա։ Կամ ով կկայտակղվի ու իմ սիրտս չի այրվի։ Ամուսնություններ կքանդվին, երեխեք առանց ծնողների կմեծնան, մի կդատեք ժողովուրդ ջան, աղոթեք թող կառուցվին ընտանիքներ, երբ որ դուք հոգ կտանիք ուրիշների ընտանիքը կառուցվելուն, Աստվածը ձեր ընտանիքը կկառուցե հավատացեք։ Ուղղակի սիրեք մեկը մյուսիդ Մի փափասեք Աղոթեք թող Աստված ամեն մեկից ձեր սխալները ցույց տա Ամեն մեկի ձեր մեղքերը ցույց տա Ամեն մեկի ձեր բացթողումները ցույց տա Ինչ որ կսեմ ձեկ վերաբերվի Ես ինքս ես կսեմ երկար ժամանակի արդեն ես վերջերս Դերս կտանի ու ընձի աղոթել կուտա Ու այնքան հետաքրքիր է Ես կայցել եմ շատ տեղեր որ օգնեմ մարդկանց ու այսօր ես այնքան հիասթափություններ կապրիմ, երբ որ կտեսնի մարդկանց ախորժակը ինչքան մեծ է։ Մենք մեզի կսմծելով կնանք սոր նոր հակաչորերը հագցնելով մեր երեխեքի մեծացնենք, իսկ այն մարդիկ, որոնց որ կնկարես որ օգնես, ուրիշի շոր կրնա չհակնինել։ Կտանի սորոշնես, վերջին է վերցնե շնորհակալություն հայտնել, որովհետև մյուսները իրանց ավելի արդեն իրանք սորվել են, իրանց աշխատանքը մուրացկանությունն է։ Ուրեմն ես վերջերս որ գնացի Երևան 2 օր առաջ եմ եկել երեխի մրցմանը, բես հետաքրքիր էր գնացի մոշկուրենցս տուն ու այդ շրջանում YouTube էին գծոր, ես ինչ ընտանիքը 5 հատ երեխա ունի, շատ կարիքի մեջ էր, երեխեն կուլար ու դիք մեջս տվավորվել էր։ Որ գնացի կակրաս այդ գյուղն եմ մնացել, մոշկուրենցս տունը։ Ու ինչ կպատմե, գնացինք մոշկուրիս հարսը թե Աննա ջան, քերեշտանք մազերդ ֆենե Ճիշտ նորսեմ ես էլ եմ բարսավիրություն սորվե աղջիկս է չէ ուզե մազ ֆենե, ես ուզենայի մսկ ֆենել։ Բայց դերս սավ գնա։ Սիքել եմ, նարին ջան, սի էշտանք։ Որ այդ ժամանակ որ գնացինք, սի ստեղ մի ընտանիք կա YouTube-ով եմ տեսել։ Իրանք վատ վիճակի մեջ են, պատմեց սավ, դու գիտես իրանք ինչ ճղկ ապրին սավ, տունը ցույց կուտան չէ նկարեն գկու, կակ ստեղ բար, սավ իրանոց կսե, մազերը, բաներ սավ, որ ես նույնիսկ դոն ծանունները չիդեյել, ուղել կուդա, ու դիք չիդեմ իշ կկոչվի, որովհետև երկար ժամանակ է ես չեմ առնչվել վարսավիրության հետ, չեմ էլ են է գործ, շատ երկար ժամանակ եղավ։ 1000-ից մեկ իմ մազերս ու վերջ, կամ երեխեքին, երբ որ պետք է անեմ։ 30,000-ով կսե մազերը կուկար ուղել տա 5 հատ երեխա ունի։ Այն նույն մայրը, որն որ կուլա թե չենք հասն, երեխեն է այդ կադրի մեջ կսեր թե հեռախոս ունենամ, հեռախոս չունիմ, բայց չեմ ուզե հեռախոս, որովհետև գիտեմ որ չեն հասցնեմ։ Մերը 30,000-ով մազերը կուզե ուղել տա։ Թևերից մազա հեռացում կուզե են է 5 երեխու մերը։ Չիդեմ քանիսով, մի խոսքով կսեմ եղունգներս սարկել կուդա, անընդատ։ Ես մի անգամ եմ եղունգներս սարկել տվե, այն է մեր առաջի հարգի հարևանն է, սարկե ինքան կսեր արի Աննա սարկե մի անգամ գնացել եմ, դորից հետո վաբշել չգնացել, որտև զգացոր դիք անտեղի ժամանակի կորուստ է։ Ես ինձի զրկելով իրոք կսեմ, անկեղծ կսեմ, գնացել եմ տներ, որ իրանց տները մեր տներից լավ եղե, պայմանները։ Սաղը գիտեն, թե ես շատ ելած թապած եմ։ Բայց փառք ասուն չեմ է դժգոհ է հեչ մի բանից։ Ես իմս կիսելով կօգնեմ ուրիշներին։ Ընձի կենեն ես, ընձի կոշնեն իմ հավատագիցներս։
ես կօգնեմ շատերին։ Բայց ես կտեսնեմ, որ մարդիկ չունին նույնիսկ շնորհակալություն, մեծ բաների կցանկանան։ Սավ դու իրան մի օգնես, սավ ինչի կօգնես, կսե ես մեզ կճղայանանամ, որ կուկա կսե մարդը ու կսե 5 հատ է մարդերը, 5 հատ երեխա ունի, 5-ն է տարբեր մարդկանցից է։ Դիք իմացա։ Երեխեք ջան, դուր համար ես ինքս կզգուշանամ շատերին օգնելուց։ Ես մենակ կօգնեմ այն մարդկանց, ովքեր որ ինձ չեն զանգի ուսեն, Աննա, մենք կարիքի մեջ ենք, ես կեշտամ կտեսնեմ ու կօգնեմ։ Որովհետև շատ դեպքերում մարդկանց օգնելով դու իրան կրնաս մեծ վնաս հասցնես, դու չես թողնոր իրանք աշխատին։ Ու հավատացած եղի, որ քո օգնած դեր կրնա քտերին չկապեն։ Կնա հարցնես, թե այդ շորերը եղավ երեխեքիդ կամիջ, չպատասխանեն է, որովհետև քտերին չեն կապը, իրանք մեծ բաներ կուզեին։ Եթե մեծ բաներ կուզեք, ուրեմն ճիշտ տեղ չեք մանկա։ Ես է մեծ բաներ չեմ տեսել, բայց փառք Աստծուն չեմ է ուզել տեսնեմ, ինքան շնորհակալ եմ, ինչ որ Աստված ինձ տվել է։ Ինքան շնորհակալ եմ, ես երբեք մեծ բաներ չեմ ցանկանա։ Երբեք։ Միակ բանն որ կցանկանամ իմ ուխտս պայմ Աստծո առաջ ու մինչև վերջ հավատարիմ մնամ։ Ժողովուրդ ջան, Անդրեինցից սկսեցինք, իրանցով է վերջացնենք, որովհետև Տերս սա որ վերջացնեմ։ Իրանց ամուսնության բաժանման պատճառը իրանց սխալ գիտությունն է։ Ու նաև Աստծուն իրանց կյանքերի մեջ առաջի տեղը չդնելը, ուտիկ բոլորիս կվերաբերվի։ Ուղղակի բոլորիդ կոչ կենեմ, ովքեր որ այսօր Տերս ձեզի միացրեց, որ լսեք այս տեսանյութը, աղոթեք իրանց ընտանիքի համար։ Չգիտեմ ինչի, մեծ հոգս է Տեր Աստվածի մեջ ես, մեծ ցավ կաբրիմ այդ ընտանիքի համար։ Շատ կուզենայի, որ այդ ընտանիքը վերամիավորվեր ու իրանք էլ ավելիով գտնեին իրանց կորցրած մեծ սերը, էլ ավելի իրար սիրեն, նվիրվին ու մեր հայ ազգին դառնան, որպես լավ ընտանիքի լավ օրինակ, ինչպես նաև իրանց կյանքերի մեջ առաջի տեղը տնեն Աստծուն։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Իսկ բոլորից էլ ուղղակի կհայտնեմ շնորհակալություն այս տեսանյութը լսելու համար, իսկ բոլոր փառքերը կուղեմ Տիրոջը, որովհետև մենակ Տերն է արժանի փառքերի, Տերն է արժանի պատվի, գոհություն, շնորհակալություն, փառք պատիվ մեր սիրելի Աստծուն։ Ու կխնդրեմ, բոլորդ, եթե դժվար չէ ձեզի համար, մեկնությունների մեջ գրեք, փառք Հիսուսին, ուղղակի երկու բառը գրեք, փառք Հիսուսին, թող մեր փառքերը բարձրանան առ Աստված, որովհետև միշտ կերազեմ, որ կաղնեմ մեր բեմին վրա, ունդեղ ոչ թե մարդկանցից շնորհակալություն հայտնեմ, կամ մարդկանց փառք տամ, այսեմ ժողովուրդ բոլորս արեք ծափահարենք Հիսուսին ու փառք տանք իր մեծ ու զորավոր անվանը։ Ուդիկ այսօր ես միստեղը կրնամենեմ, գրեք բոլորդ մեկնությունների մեջ, միայն Տերն է արժանի փառքերի, հավիտյանս հավիտենից, ամեն։